Ճակատագիրն արդեն ամեն ինչ որոշել է։ Որքան մոտ եք ձեր ցանկության իրականացմանը։ Մոմ 1. Եթե ընտրել եք առաջին մոմը, ապա ձեր ցանկությունն արդեն շատ մոտ է իրականացմանը։ Դուք մտնում եք ձեր կյանքի մի շրջան, երբ շատ բաներ սկսում են իրենց տեղ ընկնել։ Դուք կարող եք արդեն նկատել փոքր նշաններ, բախտավոր պատահականություններ, անսպասելի հանդիպումներ կամ հաճելի նորություններ։ Այս մոմը ցույց է տալիս, որ ճակատագիրն արդեն ձեզ կանաչ լույս է տվել։ Հիմնականը հանգիստ եւ վստահ մնալն է։ Նույնիսկ փոքր քայլը կարող է մեծ արդյունքի հանգեցնել հիմա։ Կարևոր է հանգիստ եւ վստահ մնալ։ Մի պատմեք բոլորին ձեր ծրագրերի մասին, թող ձեր ցանկության էներգիան մնա ձեր մեջ։ Շատ շուտով դուք կզգաք, որ ամեն ինչ սկսում է ավելի արագ շարժվել։ Այն ինչ նախկինում թվում էր դժվար կամ հեռավոր, հանկարծ կդառնա հասանելի։ Պարզապես շարունակեք առաջ շարժվել։ Մոմ 2. Եթե նախընտրում եք երկրորդ մոմը, ապա ձեր ցանկությունը կատարման գործընթացում է, բայց այն մի փոքր ժամանակ է պահանջում։ Կարծես ճակատագիրը հիմա փորձարկում է ձեզ։ Պատրաստ եք ընդունել այն, ինչի մասին երազում եք։ Դուք կարող եք ուշացումներ կամ կասկածներ ունենալ։ Սա նշան չէ, որ ամեն ինչ սխալ է ընթանում։ Ընդհակառակը, սա կարևոր փուլ է։ Դուք պետք է համբերատար լինեք եւ չշտապեք։ Երբեմն ցանկությունը իրականանում է, երբ մարդը ներքուստ պատրաստ է դրան։ Այս մոմը նաև խոսում է ընտրության կարևորության մասին։ Դուք կարող եք բախվել մի իրավիճակի, երբ պետք է որոշում կայացնեք։ Դրանից շատ բան է կախված։ Վստահեք ինքներդ ձեզ եւ մի վախեցեք հետևել ձեր սրտի ցանկություններին։ Ձեր ցանկության իրականացումն արդեն սկսվել է։ Պարզապես ժամանակին տվեք իր գործը։ Մոմ 3. Եթե դուք ընտրել եք երրորդ մոմը, ապա ձեր ցանկությունը կապված է ձեր կյանքում ավելի խորը փոփոխությունների հետ։ Այն անպայման կիրականանա, բայց մի փոքր ուշ, քան դուք կցանկանայիք։ Դա պայմանավորված է նրանով, որ ճակատագիրը ձեզ համար պատրաստում է ավելի ներդաշնակ եւ ճիշտ ուղի։ Հիմա կարևոր է չկենտրոնանալ միայն մեկ ցանկության վրա։ Երբեմն մենք ինչ-որ բան ենք ուզում, չգիտակցելով, որ մեզ ավելի լավ բան է սպասում։ Այս մոմը հուշում է, որ դուք պետք է մի փոքր հրաժարվեք վերահսկողությունից եւ վստահեք կյանքի հոսքին։ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին եւ տրամադրությանը։ Որքան հանգիստ եւ պայծառ լինի ձեր ներքին վիճակը, այնքան ավելի արագ կսկսեն տեղի ունենալ փոփոխությունները։ Երբեմն ներքին խաղաղությունն է, որ բացում նախկինում փակված դռները։ Ձեր ցանկությունը չի մոռացվել։ Այն կարծես լուր հասունանում է, պատրաստ լինելով իրականանալու իդեալական պահին։ Ինչ են հուշում աստղերն այսօր։ Այսօրվա հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար ցույց է տալիս, որ այսօր հիանալի օր է փոփոխությունների եւ նոր նախագծերի մեկնարկի համար։ Ընդունեք սիրելիների օգնությունը, նույնիսկ եթե սովորեք ինքնուրույն կառավարել գործերը եւ արդյունքները կգերազանցեն սպասումները։ Խոյ։ Դուք կլինեք ռոմանտիկ տրամադրության մեջ, եւ ճակատագիրը կարող է անսպասելի ծանոթություն նետել ամենաանսպասելի տեղում։ Մի մեկուսացեք նոր մարդկանցից, հատուկ մեկի հետ հանդիպելու հնարավորությունը բավականին իրական է։ Ցուլ։ Այսօրը խոստանում է արդյունավետ լինել, բայց հաջողությունը բնականաբար չի գա։ Դուք պետք է ջանք գործադրեք, հստակ պլանավորեք ձեր գործողությունները եւ հնարավոր է ցուցաբերեք համառություն եւ համառություն, այն ամենը, ինչ սիրում եք։ Երկվորյակներ։ Պատրաստ եղեք, որ ծրագրերը կձախողվեն եւ հանդիպումները կվերանշանակվեն։ Սա բիզնեսի համար լավագույն օրը չէ, բայց նույնիսկ ձեր անձնական կյանքի փոքր ուրախությունները հատկապես վառ կլինեն։ Խեցգետին։ Ձեր անելիքների ցանկը կազմելիս եղեք իրատես, գծեք ավելորդը եւ կենտրոնացեք անհրաժեշտի վրա։ Ավելորդ աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր բարեկեցության վրա, այնպես որ գործեք չափավորությամբ։ Արյուծ։ Բացահայտեք ձեր եւ ձեր գաղափարները։ Նույնիսկ եթե ոմանք դա չափազանց համարձակ կամ համարձակ համարեն, դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Վստահեք ձեր փորձին եւ ներքին բնազդին եւ դուք կհաջողեք։ Կույս։ Օրը կարող է լարված լինել սիրելիների մասին մտահոգությունների պատճառով։ Հնարավոր է ինչ-որ մեկը կարիք ունենա ձեր ուշադրությանն ու օգնությանը։ Փորձեք լինել նրա կողքին։ Մյուս կողմից երեկոն ձեզ կուրախացնի հաճելի հանդիպումով կամ ժամադրությամբ։
Կշերք։ Սովորական գործերն ու առօրյան կզբաղեցնի ձեր ժամանակի մեծ մասը։ Միշտ ապեք ուրիշներին ներգրավել ձեր աշխատանքում, սա կարող է հանգեցնել թյուր ըմբռնումների կամ նույնիսկ կոնֆլիկտի։ Հույսը դրեք միայն ինքներդ վրա։ Կարիճ։ Հիանալի օր է շրջապատը կարգի բերելու համար։ Կենթանացրեք ձեր տարածքը։ Նույնիսկ տանը կամ աշխատանքում փոքր փոփոխությունները կօգնեն ձեզ զգալ էներգիայի ալիվ։ Աղեղնավոր։ Դուք կարող եք դժվար ընտրության առջև կանգնել, ում վստահել կարևոր գաղափարի իրականացում։ Աղեղնավոր։ Դուք կարող եք դժվար ընտրության առաջ կանգնել, ում վստահել կարևոր գաղափարի իրականացումը։ Մոտեցեք դրան գիտակցաբար։ Ճիշտ որոշումը կբերի ոչ միայն հուզական բավարարվածություն, այլև լավ եկամուտ։ Այծեղ ջուր։ Առավոտը կարող է սկսվել քննադատությամբ եւ խորհուրդներով, որոնք դուք չեք խնդրել։ Մի արձագանքեք կոպիտ կամ մի արդարացեք, պարզապես սպասեք։ Կեսօրին լարվածությունը կհանդարտվի եւ ամեն ինչ կվերադառնա իր հունին։ Ջրհոս։ Հնարավոր են անսպասելի ծախսեր կամ ֆինանսական կորուստներ, որոնք մի փոքր կխանգարեն ձեզ հավասարակշռությունից, բայց մի չափազանցեք։ Սրանք ժամանակավոր դժվարություններ են եւ իրավիճակը շուտով կսկսի բարելավվել։ Ձկներ։ Այսօր լավագույնն է ժամանակ հատկացնել եւ չափավոր գործել։ Վստահությունն ու հանգստությունը կօգնեն ձեզ շատ ավելի արագ ավարտել առաջադրանքները, քան խելահեղ շտապողականությունը։ Երեկոյան ուշադրություն դարձրեք ձեր բարեկեցությանը։ Մի անտեսեք ձեր մարմնի նախազգուշացնող նշանները։